Սեպտեմբերի 1-ը Քաջարյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում հայտարարում է ուրախության, ցնծության, գիտության տոն։ Հնչեցնել Հայաստանի Հանրապետության հիմնը։ Սիրելի մանկավարժներ, ծնողներ, դպրոցականներ, յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 1-ը ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, որը նաև նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակները կյանքի կոչելու սկիզբ է։ Տոնական և հիշարժան այս օրը մեծ ջերմությամբ հատկապես ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ մուտք կգործեն ուսումնական հաստատություն։ Նրանց մաղթում եմ առողջություն, գիտելիքների աշխարհում նոր ձեռքբերումներ և
իրենց ցանկությունների իրականացում այս ուսումնական հաստատությունում։ Իսկ հիմա ես կընթերցեմ Սյունիքի մարզպետ պարոն Խաչատրյանի ուղերձը նվիրված գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, հարգելի ուսանողներ և դասախոսներ, շնորհավորում եմ ձեզ գիտելիքի, գրի և դպրության օրվա ու ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Սեպտեմբերի 1-ի խորհուրդը ազգովի ուխտագնացություն է դեպի մեր գիտակրթական արժեքներն ու արմատները, դեպի լույսի ու գիտելիքի աղբյուրը տանող ճանապարհի նորովի ընկալմամբ էլ սկսելու ենք այս խորհրդավոր օրը։ Սյունիքի մարզը հարուստ է կրթության ազգային ավանդույթներով և այս հնագույն լեռնաշխարհում են բացվել առաջին մեսրոպյան դպրոցներն ու վարդապետարանները։ Մեր պապերն իրենց գոյության հերոսական պայքարում մաքարել են զենքով ու գիտելիքով, մշտապես բարձր գնահատելով գիտուն դպիրներին ու շնորհաշատ աշակերտներին։ Պատմության բոլոր մարտահրավերները Սյունեցին հաղթահարել է ոչ միայն զենքով, այլև գիտելիքի ու հոգու արիությամբ։ Սիրելի դպրոցականներ, մաղթում եմ ձեզ բարձր առաջադիմություն և կամք, հաղթահարելու գիտելիքի անսահման աշխարհը նվաճելու դժվարությունները։ Հատկապես շնորհավորում եմ Սյունիքի բոլոր այն մանուկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց։ Մեծարանքի ու հարգանքի արժանի մեր մանկավարժներին, ում վստահվում է սերունդների կրթության ու դաստիարակության դժվարին գործը։ Երևի սեպտեմբերի 1-ը գիտության, կրթության տոնը մեր պետության բոլոր ժամանակներում, հայոց պետականության բոլոր ժամանակներում եղել և մնում է որպես պետական տոն, քանի որ մեր բոլոր մեծերը միշտ ավանդել են մեզ մեր պետության հզորացման, կայացման, մեր պետության ամրապնդման հիմքում դա կրթությունն է։ Փոքրաթիվ ազգ ենք և բոլոր ժամանակներում կարծես թե պարտադրված միշտ եղել ենք պատերազմների, միշտ եղել ենք մաքարումների, տանջանքների մեջ։ Եվ այդ փոքրաթիվ լինելու հանգամանքը նույնիսկ մեզ պետք է յուրաքանչյուրիս պարտադրի, որ կարողանանք մեր թշնամուն, իսկ թշնամի մեզ ունենք, բոլորը գիտեն, թշնամու պետք է հաղթենք գրիչով, գրչով ու մեր գիտելիքներով։ Թույլ տվեք շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ բոլորիս։ Նախ և առաջ ուզում եմ մեր ուսանողությանը, այսօր նաև այս նույն կրթական համալիրները ավարտած մեր բոլոր ուսանողները այլ կարգավիճակով սովորում են և նույնպես այս ուղերձները, այս ցանկությունները, բարեմաղթանքները մենք հղում ենք մեր բոլոր ուսանողներին։ Ուզում եմ շնորհավորել 12-րդ դասարանի մեր բոլոր աշակերտներին։ Ասեմ, որ ձեզ համար այս տարին խիստ վճռորոշ է շատերի համար։ Սա պարզապես խոսքեր չէ, որ մենք ձեզ ասում ենք, սա մեր սրտի խոսքն է։ Դուք արդեն անցել եք երեխայական տարիքը և արդեն չափահասներ եք։ Ձեզից շատերը արդեն ունեն վարորդական վկայականներ և ունեն անձնագրեր Հայաստանի Հանրապետության։ Այսինքն դուք արդեն կարգավիճակով տարբերում եք շարքում կանգնած մնացած բոլոր աշակերտներից։ Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն նախ և առաջ։ Ուզում եմ մեր լավ ու բարի մաղթանքները ասել մեր առաջին դասարանցիներին, ովքեր այս տարի արդեն նախակրթարաններից հաճախում են դպրոց։ Եվ մեր սիրելի երեխաներին պարզապես պետք է ականջներին հուշենք, որ դպրոցը մանկապարտեզ չէ, դպրոցը հանգստավայր չէ։ Այստեղ նույնպես աշխատանք է, այստեղ նույնպես ձեր ուսուցիչները, ձեր ծնողները նպատակ ունեն։ Այսօր սեպտեմբերի 1-ն է, աշխարհի ողջ առաջադեմ հասարակությունը նշում է այս տոնը։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական գործընթացի սկիզբն է։ Սկիզբն է գիտելիքների ձեռքբերման, հարստացման ու բազմապատկման։ Հայ ժողովուրդը միշտ էլ կարևորել է դպրոցը և կրթությունը։ Հաճախ ենք մենք մեր թշնամիներին հաղթել մեր հնարամտությամբ, գոյատևել և 21-րդ դար ենք հասել մեր գիտելիքներով ու ոգու
ուժով։ Քաջանի թիվ 2 միջնակարգ դպրոցը Սյունած աշխարհի հանրաճանաչ կրթական արժանինքներ ունեցող ուսումնական հաստատություն է։ Անցած ուսումնական տարին մենք ավարտել ենք կրթական հաջողություններով։ Դպրոցի 425 աշակերտներից 86-ը սովորել են գերազանց առաջադիմությամբ։ Սիրելի փոքրիկներ, ես ձեզ հաջողություններ եմ ցանկանում։ Այս տարի ձեզ հետ կաշխատեն շատ փորձառու մեր դասվարները։ Նրանք ձեզ կզինեն գիտելիքներով, դուք կդառնաք գրաճանաչ եւ կկարողանաք վստահ քայլել գիտելիքների հրաշք աշխարհում։ Խոսքս ուղղում եմ 12-րդցիներին, սիրելիներս, այս ուսումնական տարին վերջին ուսումնական տարին է ձեզ համար։ Վստահ քայլեք այդ ուսումնական տարվա դժվար ժամանակներում։ Կարողացեք ձեր բերել ամուր գիտելիքներ, վստահ եղեք, որ հարափոխ այս աշխարհում դպրոցում ստացած ձեր կայուն գիտելիքները բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու կարևոր գրավականն են։ Հարգելի մանկավարժներ, սիրելի իմ գոլեգաներ, դուք կատարում եք շատ դժվար պատասխանատու աշխատանք։ Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Միշտ բարձր պահեք մանկավարժի ձեր վեհ կոչումը, քանի որ ձեզ է վստահված սերունդների դաստիարակության ու կրթության կարևոր գործը։ Հարգելի ծնողներ, միշտ եղեք դպրոցի կողքին, եղեք նրա օգնականը, աշխատեք հանուն ձեր երեխաների։ Ես ձեզ ցանկանում եմ բարեկեցություն, հաջողություններ, աշխատանք, վստահ եղեք, որ ձեր աշակերտները մեր դպրոցում կստանան կայուն գիտելիքներ։ Բոլորին շնորհավորում եմ գիտելիքի օրվա գրի դպրոցյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Բարի երթ նոր 2015-2016 ուսումնական տարի։
դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ, մեր շատ սիրելի փոքրիկներ, առաջին դասարանցիներ, որ այս տարի առաջին անգամ ոտք եք դրել մեր կրթօջախում։ Շնորհավորում եմ բոլորիդ գիտության եւ դպրոցյան օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1-ը մեր ժողովրդի համար ամենահիշարժան, ամենանվիրական տոներից մեկն է։ Դպրոցում է ձևավորվում անհատը։ Դպրոցում եք դուք զինվում գիտելիքներով, որը դառնում է անկախտելի բոլորիդ համար։ Ես ուզում եմ, որ մեր կրթօջախ եկող աշակերտները առավելապես այս տարի կարևորեն իրենց որպես անհատների, կարևորեն գիտելիք ձեռք բերելու կարևորությունը եւ ընկալեն այն, որ իրենցից յուրաքանչյուրը իր ավանդը պետք է բերի մեր պետության կայացման, հայոց երկրի հզորացման համար։ Եվ ես հավատացած եմ, որ համատեղ համագործակցության շնորհիվ ծնող, ուսուցիչ, աշակերտ մենք անպայման կարձանագրենք հաջողություններ։ Ես շնորհավորում եմ իմ գործընկերներին։ Շատ բարդ եւ դժվարին առաքելություն կա բոլորիս ուսերին դրված եւ ես հավատացած եմ, որ արժանապատիվ այդ բեռը մենք տանելու ենք մինչեւ վերջ, քաղցր բեռը, որովհետեւ գիտենք ինչ պատասխանատվություն է դրված ուսուցչի ուսերին կրթելու, ձևավորելու Հայաստանի Հանրապետության վաղվա քաղաքացուն։ Ես ուզում եմ իմ երախտագիտության խոսքը հայտնել մեր ծնողներին, որովհետև միշտ կանգնած են աշխատանքները տարիների ցույց է տվել դպրոցի կողքին, ուսուցչի կողքին, իրենց երեխաների կողքին, եւ սա անպայման մեզ կբերի նրան, որ կարձանագրենք նոր հաջողություններ։ Հայոց սահմանին կանգնած բոլոր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, որովհետև դպրոցը, հայրենիքը, հայ մնալը սկսվում է սահմանի ամրությունից։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ մաղթում եմ բոլորիս նոր հաջողություններ, ստեղծագործական աշխատանք, բարի երթ բոլորիս։ Իմ հարազատ կրթօջախի սիրելի սաներ, հարգելի ուսուցիչներ եւ ծնողներ, պատվարժան հյուրեր, մեծարգո պարոն Գևորգյան, պարոն Փոքմաստեր։ Աշնան քաղիզով լեցուն, սակայն երջանկությամբ պարուրված այս գեղեցիկ օրը բոլորին է սպասելու։ Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրում, բարձրակառույց եւ նորագույն քաղաքների, ինչպես նաեւ հեռավոր լեռների ստորը լանջերին ծավալած գյուղերի դպրոցներում այսօր հիշարժան օր է։ Աղմկալից մի իրադարձություն, տոն է այսօր, օրը գիտության եւ դպրոցյան։ Կարծես թե երեկ էր, երբ մենք առաջին անգամ մեր ծնողների հետ միասին ոտք դրեցինք այս վեհաշուկ կրթօջախի շեմին եւ բարետես ու գեղեցիկ արտաքինով մեր ուսուցչուհին ուղեկցեց մեզ դասարան եւ բացվեց մի աշխարհ լի անակնկալներով, սկսվեց իմաստությամբ լի մի կյանք։ Այսօրը առանձնակի տոն է առաջին անգամ դպրոց հաճախող երեխաների, մանկապարտեզը նոր ավարտած մանուկների համար։ Նրանց աչքերում մենք տեսնում ենք թախիծի եւ ուրախության շողեր, հուրհրացող շողեր։ Եվ դա պատահական չէ, քանի որ ընդամենը րոպեներ անց, երբ իրենք ոտք կդնեն այս կրթօջախի ջերմ պատերից ներս, նրանց փոքրիկ մոլորակում հեքիաթներին փոխարինելու կգան իմացության գաղտնիքները։ Նրանք կբացահայտեն բազմաթիվ հարցեր եւ իրենց համար կսկսվի իմացության անհունը գրավելու նոր կյանքը։ Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքները ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է։ Տոնական այսօրը հատկապես առանձնակի ջերմությամբ ենք շնորհավորում բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց։ Դպրոցականներին մաղթում ենք բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության եւ դասյարակության դժվարին գործը, հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ իրենց շնորհակալ աշխատանքում։ Զնգա, դու իմ զանգ, իմ անուկ ընկեր, բարով ես եկել դու մեր նոր դարբնոց, վստահ քայլերով մտիր լուսավոր հարազատ դպրոց, շուտով կբացվի ու կկանաչի քո թոթով լեզուն, որով կմտնես քեզ համար անհայտ աշխարհներ բազում, պահիր քո ձեռքում լուսե բանալի, ջահը գիտության, եւ այն կդառնա նոր կյանքի դրոշ, գալիք հաղթության։ Հենց որ գալիս է սեպտեմբեր, փոքրիկ լինեն
Դե պատանի, սրտադրոփ ու անամպեր, սպասում են շքեղ տոնի, ճամփաները դպրոց տանող, շքերցն են հաղթի դիմավորում, երկու ծիծաղ արցունքի ծով, ուրախության ծով են դա։ Երբ զնգում է զանգն առաջին, մայրենիով տաղ է ասում, թվում է, թե լուրական ջին հայր մաշտոցից ձայնն է հասնում, պատանություն է ծապ տալիս և խնկում է անուշ մի հոտ, մանկություն է դպրոց գալիս, սեպտեմբերյան այս առավոտ։ Ես սրտան շնորհավորում եմ բոլոր բալիկներին և մայրիկներին, հայրիկներին, տատիկ պապիկներին։ Դպրոց են մուտք գործել, գրագել, խելոք և լավ բալիկներ, որովհետև ես մանկապարտեզի հանդեսը տեսել եմ, այնտեղ եմ շնորհավորում։ Ձեզ բարի ետ 12 տարի ամուր կամ կայուն գիտելիքներ և առողջ բալիկներ։ Երեխաներ, սեպտեմբերի 1-ը դուք երևի չգիտեք, գիտելիքների օր է, ամբողջ մեր հանրապետությունում նշում են գիտելիքների օրը։ Երեխաները, բոլոր դպրոցներում, աշակերտները այսօր նշում են մեծ տոնակատարությամբ, իսկ դուք դեռ նոր եք ոտվել դպրոց, առաջին դասարանի առաջին օրն է։ Ուրեմն մենք կարող ենք բոլորս միասին երգել, որ լավ ենք սովորելու, նվաճելու ենք գիտության բարձունքները, դառնալու ենք մեր հայրենիքի համար պիտանի, լավ մարդիկ և ուժեղ զինվորներ, տղաները, աղջիկները նույնպես և պաշտպանենք մեր հայրենիքը։ Իսկ ո՞րն է մեր հայրենիքը։ Հայաստանը, ապրես, բոլորը գիտեիք։ Երեխաներ, ձեզանից ով է
Բոլոր, ուրեմն դուք մաթեմատիկա շատ եք սիրում, իսկ ովքեր է սիրում արտասաններ, ասմունքեր, հեքիաթներ, դուք եք հայոց լեզվից եք շատ ուժեղ լինել, կեցեք, արի հովի ջան, արի արտասանը տեսնեմ։ Մեզ աչկուն հայ աչքներ, մեր հայկական պապայք, հեքիաթների ձեր աշխարհում հայի ոգի բաց կա։ Ապրես դու։ Դες կգանդուրա երջանիկորը և մենք կդառնանք դպրոցականները, չէ՞ որ այդ մենք ենք փոքրիկ հայերը, մեր հայրենիքի ապագաները։ Երեխաներ, այս գրքի ամեն մի էջում տարեր, որոնք մենք սովորելու ենք։ Իսկ ով է գրել հայերեն տարերը, ով գիտի։ Մեսրոպ, Մաշտոց, Ավախմբով, Մեսրոպ, Մաշտոցը։ Իսկ մեր առաջին դասագիրքը որն է, ով կարող է հիշել նորից։ Հայրենարանը։ Այո, մենք այստեղից կսովորենք հայերենի տարերը։ Հովանես ով է։ Ոտքի կամի բալա, ոտքի կամի տեսնեմ, այ ես ինչ սիրուն համով բալա է, նստի տեղը։ Թափելոսյան Նարեկ Գալիկի, ով է Նարեկը, դու ես, նստի շատ ապրես, Թավադյան Սյուզաննա Արմանի, ով է, Սյուզաննանից դու ես, Խաչատրյան Ալեքս Միշայի, Ալեքսի ճանաչում եմ, եղբայրը անցաստար էլի աշակերտ բերել, սիրում բալիկ ես, Խաչատրյան Գուրգեր Էլիկի, դու ես, Գուրգեր, ես էլ եք ճանաչում, մեր հարևան շեյքում ես ապրում, դես արդեն նստի, Ծատրյան Հայկ Կարելի, Ծատրյան Հայկը, դու ճանաչում ես, այս քեզ եք շատ արիվ ճանաչում, դու մեր բարեկամն ես, նստի, Ծատրյան Հայկ Կարելի կարդացի, հիմա Ծատրյան Վահագն Խորելի, ես եմ ամենասիրն ով է նստել, ով է Վահագնը, դու ես, ով է Վահագնը, հա, պստիկ է, չի երև, շատ լավ է, նստի, Հապարցումյան Հայկ Միգրանի, մեր Հայկը, ինքը աստող է, գիտե, երկրստացույց սոսիով միշտ արտասանում է, Խանեչյան Հայկ Գարիկի, նստի, սիրուն բալա, Մաղաքյան Ինեսա Դավիթի, ով է Ինեսա, ապրես, Մարտիրոսյան Գոր Գագիկի, դու է Գորն, Գոր տահայ է, Ստեփանյան Դավիթ Հրաչի, դու ես, այս հրաշքներ են, ես որտեղից են հավաքվել։ Սեպտեմբերյան տոնի կապակցությամբ, անվանում եմ ձեզ երջանկություն, լիքը լավ գիտելիքներ, ու ցանկանում եմ այս կյանքում լինեք արժանի մարդ մեր պետությանը, ձեր ծնողներին, ձեր հարազատներին, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, ցանկանում եմ դառնաք ազգին նվիրյալ զավակներ, շնորհավոր ձեր սեպտեմբերի 1-ը։ Երեխաներ, այսօր դպրոցի առաջին օրն է, գիտեք, դա նաև ինչպես է կոչվում, դա նաև կոչվում է գիտելիքի օր, ինչ է կոչվում? Գիտելիքի օր։ Գիտեք, ինչ է դպրոց գալիս, օրինակ ինչ եկեք է դպրոց։ Որ դաս սովորեք, էլ ինչ անեք։ Բարեր սովորեք, էլ ինչ անեք։ Գարթա, երկեք, նկարեք, այդպիսի բաների համար է, չէ՞, այդ երեխաներ, դպրոցում դուք պարապելու եք տարբեր առարկաներ, չէ՞, մաթեմատիկա եք անցնելու, այսինքն հաշվել եք սովորելու, գրել կարդալ եք սովորելու, նկարելու եք, ֆիզկուլտուրա եք պարապելու, չէ՞, այս գրքով դուք սովորելու եք հայոց տարերը, կամ այբուբերը, դուք մանկապարտերից սովորել, տարերով ես դեցիք, ուժ որ ինձ էպես հարցնեն, պարզա դուք փոքրիկ եք ավաջ։ Անե թեր գիտեք, հələ դուք, թեր գիտեք, ես ուջեք, որևը տարերը ստեղծել են եսրոտ, Մաշտոցը։ Այս գրքով մենք սովորելու ենք Մեսրոպյա տարերը կարդալ։ Քանի որ այսօր գիտելիքների օր է, մենք արդեն իրար շնորհավորել ենք, գիտելիքների տոնը շնորհավորել ենք, հիմա ես ցանկանում եմ, որ դուք ինձ եւ ձեր դասարանցիներին նույնպես շնորհավորեք գիտելիքների օրվա արդիվ։ Համաձայն եք ինձ հետ։ Այո։ Դեմա անին արտասանում է, երթով դուք եք գալ, լսում եք անի, իսկ լսելիս ուշադրելու։
այլ այսպես։ Երբ սեպտեմբերն եկա, մենք պայուսակ բռնեցինք, մանկապարտեզն ավարտած դեպի դպրոց գնացինք, երբ խուցիցախ միացան, զանգյան ուժգողանջին, արևի պես մեզ ժպտաց, մեր ուսուցիչն առաջ։ Շատ ընտալից։ This for 5 under 7, it is in 12 and 11. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10.